Փառքը Տիրոջը լինի։ Մենք չպարտանանք ոչ մի բանով, եւ բարներ ջան, ոչ մի բանով չպարտանանք։ Փառքը Տիրոջը թող լինի։ Ես ուզում եմ մի քանի խոսք հոգի ասել ձեզ, ինչ կլիներ ես նայում եմ այդ բոլոր ժողովրդին։ Ինչ կլիներ եթե այդ ժողովուրդը սրբանար լրիվ։ Տերը ուզում է սրբացնել բոլորին։ Չի ուզում մեկը դրան հետևը մնա։ Տերը ուզում է այցելել ամեն մեկին եւ իր միջոցով փառավորվի եւ տարածվի այդ փառքը, իսկ մեր փառքը իջնի շատ եւ շատ ներքև գնա, որ Տերը փառավորվի։ Աստված թող օգնի։ Եղբայրներ ջան, ես ուզում եմ մի բան ասել խոստովանության կարգով, երբ որ դուք նստած տեղը աղոթում եք եղբայրների համար, ինձ համար էլ աղոթեք, մենք զորություն ենք առնում։ Իմ կարծիքով դուք եք զորություն առնում, որովհետև բարի սրտով աղոթում եք։ Եվ ձեզ համար աղոթեք, որ խոսքը Աստծո լուծված Սուրբ Հոգիով դառնա շարժող կյանք եւ տարածվի հոգու համակարգում, շունչի համակարգում եւ ամբողջ մեր էջան մեջ, մտքի մեջ, մարմնի մեջ բոլոր տեղերում լիովին լեցված լինի Տիրոջ ներկայությունով։ Տարվա բոլոր օրերը, կյանքի բոլոր տարիները լրիվ Տերը լինեն տեղ, ոչ մի սիրիալ, ոչ մի դադար բաներ այդ աշխարհի, այլ մենակ Տերը լինի եւ լեցին լինի։ Եվ եթե սատանան ուզենա մտնել, հնարավորություն չլինի։ Տիրոջ անունը թող փառավորվի, մենք մի քանի խոսք հիշենք, ինչպես Տերը մեզ սիրում է։ Ես այդ տեղերը կասեմ, ինչպես գրված է։ Հիսուսը մեր մասին աղոթք արեց եւ աշակերտներին հավաստիացրեց, որ աշակերտների սրտները զորավոր լինեն Սուրբ Հոգիով։ Նա ասեց. Հայր, զանիկա որ դու ինձ տվիր, դու սիրեցիր ինչպես ինձ։ Ասենք փառք Տիրոջ։ Այսօր շատ լսեցինք։ Այսօր շատ մշակվեց հողը ամեն մի մարդու սրտի մեջ է։ Եվ ես հույսով եմ եւ հավատքով եմ, որ հիմա շատ լավ էլ կցանվի այդ սրտների մեջ է։ Եվ շատ լավ խորը կգնա արմատ կառնի եւ մեծ պտուղ կլինի։ Եվ Հիսուսը շարունակեց այդ ոսկե շղթան. ինչպես հայրը ինձ սիրեց, ես ձեզ սիրում եմ։ Փառք Տիրոջ։ Երկու կողմից սերը մեզ կրկել է Աստծո։ Եվ շարունակեց այդ խոսքը, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք մեկիդ սիրեք, ասենք փառք ես Տեր, Աստծո սիրով սիրենք, ոչ թե մեր այդպես փխրունիկ սիրով, այլ ինչպես ես ձեզ սիրեցի, այդպես դուք սիրեք մեկի։ Մեկս մեկի համար ուրախությամբ կյանք դնենք, եղբայրներ ջան, եւ բարին կամենանք, համաձայնակ այդպես լինի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ մի փոքրիկ հիշենք այն աշխատանքը, որ Աստված արեց, երբ որ դեռ հլա մենք եկեղեցի չունեինք այստեղ։ Ես հիշում եմ այդ աղոթքները։ Այդ աղոթքները եղել են Արբավիրում, այդպես ասած, իմ մանկական տարեդերներ դեբրոցական։ Այդ աղոթքը շարունակվեց Դնեպրոպետրովսկում, փառք Տիրոջը, որտեղ ես առաջի անգամ տեսա այնպեսի հրաշք, որ աղոթքը սկսվեց երեկոյը դեռ բելույս էր եւ վերջացավ առավոտը։ Նայեցին աշխատանքի են ուշանում։ Անվա ծածկեց այդ աղոթքախմբին։ Ասենք փառք Տիրոջ։ Այդ օրնությունը եղավ Լենինգրադում, որտեղ աղոթում են հայ ժողովրդի համար, իսկ ես խնդրում էի հայ ժողովրդի համար աղոթք եղավ Լենինգրադում։ Այնտեղ էլ մի այնպեսի կրակ իջավ։ Ասում են, ճիշտ ասես եղբայրը, կոսմետիկա պետք չի, երեք մենք լսեցինք։ Տերը, երբ որ այցելում է մարդուն, մարդը սրբանում է, դառնում է գեղեցիկ, ասենք փառք Տիրոջ։ Այն ժամանակ հալածանք կար, եւ մենք խորը անտառում Լենինգրադի շրջանում հավաքվել ենք Կիրակի օրը, եւ այնպեսի մի օրհնություն ծածկեց ամբողջ այդտեղը։ Ես աչքերս աղոթում էի, բայց ասեցի պիտի բացեմ աչքերս։ Բացեցի եւ տեսա այն ինչ որ գրված է Սուրբ գրքում։ Տիրոջ բոլոր գործերը փառք եւ գեղեցկություն են, ասենք փառք Տիրոջ։ Եղբայրները այնպես գեղեցիկ էին, երկնային գեղեցկությունները չէր այդ եղբայրները։ Քույրերը ոնց որ հրեշտակներ լինեին, աչքերս բացեցի։ Ասի Տեր Աստված,
Եթե դու կարող ես այդպեսի ծաղիկներ փնջել, բայց դու ինչպեսին ես, փառք ես Տեր Աստված։ Եվ բարը շատ ասեց, այն ճանապարհների մասին, որով մենք սիրով պիտի կապվենք Տիրոջ հետ։ Եվ եթե կա այդ օրը, այդ գլուխը ազատվի այդ ուսերից, համարենք այդ օրը ամենաուրախ օրը, ինչ կարծիք եք, եղբայրներ, զավակներ, Տերը թողնի։ Եվ այդպես Տիրոջ մեծ ողորմությամբ նույն օրհնությունը կատարվեց եւ Էստոնիայում։ Էլի այդպես երկու աղոթք սկսվեց եւ չդադարեց։ Սուրբ Հոգին այցելեց եւ չէին կարող աղոթքից դուրս գալ։ Եվ մինչեւ առավոտ ասենք փառք Տիրոջ։ Տիրոջ մեծ ողորմությամբ ասած նման օրհնությունով Լատվիայում օրհնություն տվեց։ Ես իմ աչքով տեսել եմ եւ բոլոր տեղերում ես ասում եմ հայ ժողովրդի համար աղոթք այդպես չի եղբայրներ ստացվել ինքերեն այդպես չի ստացվել ինքերեն շատ մարդիկ են աղոթել եւ դեռ Էստոնիայում Տերը տվեց վկայություն թող այդ քաղաքը եւ ես դուրս եկա նորից Պետերբուրգ այնտեղ Տիրոջ ողորմությամբ բացվեց ճանապարհ Հայաստան եւ ես հիշում եմ երբ որ Թիֆլիսով գալիս էի հասցեություն էի բայց ասած հեշտ ինձ տվեց գտնել եւ եկա ուղիղ պաշտամունքի ժամանակը վերջը այնտեղ ռուսի եկեղեցին շատ ուժեղ էր ժամանակը շատ զորավոր էր աղոթեցին հայ ժողովրդի համար Թիֆլիսը եւ երբ որ մտա Հայաստանի մարզը առաջի գյուղը եւ երկրորդը այդպես հաջորդած գլուխս շուր էի տվել մի կողմ, որ շոֆերի իսպանից նստողներից երեսս ծածկված լինի եւ աղոթում էի Տեր Աստված այդ առաջի կետը օրհնի որ թող եկեղեցի լինի հիմա եկեղեցի այնտեղ երկրորդ կետը այստեղ էր մի հատ լավ հիշում եմ գրված էր Սոլակ Տեր Աստված կզորություն այստեղ էր թափի բայց շարունակում էին այդ բոլոր տեղերը Դնեպրոպետրովսկ Պետերբուրգ, Տալին, Ռիգա աղոթում էին եւ Տերը վկայություն տվեց իրանց որ իրանց աղոթքը հասնում ատեղ մի եղբայր ինձ գրեց նամակով եղբայր Տիրոջ մեծ ողորմությամբ Տերը ցույց էր տվել հայտնություն ասում ջոկատե նման գնում էինք դաշտով ինքը շինարար էր մասնակիտությամբ ասավ տեսա հերու շինարարությունը գնում տունը շարվում եւ ասում ես թողեցի այդ ջոկատը այն մտքով ես նորից վազեվազ կգամ իմ տեղը կգտնեմ այդ մեր եպիսկոպոսներից մեկն էր Պետերբուրգի ասում երբ որ մոտեցա տեսա որ արդեն հիմքը դրված է եւ պատնա աճում բայց ժողովուրդը քրտինքի մեջ աշխատում է ասում տեսա բոլորը քույր են իսկապես առաջի այդպես ասած շինարարները քույրերն էին բապտիստական եկեղեցից Տիրոջ անունը թող փառավորվի բայց ամենաուժեղ օրհնությունը կատարվեց Հայաստանում դժվար էր եւ ես մի տեսակ հույսահատվեցի ասի չէ ժողովուրդը չի ընդունի մոտ 8 ամիս այդպես առանձնանում էինք աղոթում էինք բապտիստ քույրիկների հետ բայց շարժում չէր երևում Եվ ես ուղղակի հիշողության համար գրեցի մեր եղբայրները Ռուսաստանում, Ուկրաինայում աղոթում են մեր արթնության համար, բայց չի շարժվում տեղը, աշխատանքը չի շարժվում։ Եվ այդպես ես կասեմ ռուսերեն, հայերենել, եթե պետք է կթարգմանեմ եւ գրեցի, որ այդ աղոթները շատանան եւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում։ Եվ գրեցի այդպես. Я скажу по-русски. Я видя, что не движется дело вперед, в молитве обратился к Господу и сказал: Господи, здесь не движется дело. В других местах двигалось, здесь нет. И написал так: как много братьев одаренных, сестер разумных в русской церкви есть, любвеобильных, пламенных, бесстрашных, разрушивших преграду смерти. Здесь давно вас ждут утомленные очи народа с первых дней принявшего Христа, и, кажется, средь тьмы греховной долгой ночи
он к жизни не воспрянет никогда. Но, верю, будет пробуждение и здесь, на Ноевой земле. И вот мы видим, идет благословение, мы молимся. Господь послал посланцев, наполнил их. Но мы молимся за вас, друзья дорогие. Это не наши таланты, это Божья милость, что Господь посещает и зажигает все сердца, а потом эти сердца зажигают и других. Здесь меркутых картам. Եվ Տերը թողնի բոլորիդ եղբայրներին։ Եվ այդպես եկավ մի օր, ինձ արդեն թվաց, որ կարելի է վկայել այդ հոգիներին Սուրբ Հոգու մասին, որ դրանք էլ Սուրբ Հոգու ծնվեն, որովհետև դեռ ծնվել էին Աստծո խոսքից, ինչպես առաքյալները 3.5 տարի ծնված էին Աստծո խոսքից, իսկ Պենտեկոստեորում Սուրբ Հոգու ծնվեցին։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Այդպես ասած, երեկոն ժամանակ էր, արդեն ժամանակը վերջացել էր, կիրակի օր չէր, հասարակ օր էր, շաբաթվա։ Ես ասեցի իրանց, քույրեր, կա այդպեսի մեծ օրհնություն, այդ որ դուք այցելվում եք, շարժվում ամբողջ օրգանիզմը դողալով, եւ ուրախանում եք, պայծառանում են աչքերը, դրանից ավելին կա։ Տերը ուզում է իր հոգիով միանալ ձեր հոգիների հետ։ Ահա Սուրբ Գրքում գրված է։ Մեկը ասավ չէ, մեզ այդ ուսմունքը պետք է չի։ Մենք արդեն ծնվել ենք Սուրբ Հոգուց։ Ես լուր մնացի, բան չասեցի։ Այդպես կանգնեցի, դրանք սկսեցին մեկը մեկին տակացնել, դեմ դնել, եւ ես Տիրոջ ասեցի, Տեր Աստված, ես քո գործը փշացրեցի։ Պիտի մի լավ եղբայր գար, հոգով լեցված, զորավոր եղբայր գար, վկայեր եւ բոլորը ստանային։ Եվ այս ժամանակը ձայն չստացվեց, ասեցի ոչ, իսկ եթե ստացվի, դու չես ասի, ես ասեցի, դրա համար արթնացավ ժողովուրդը։ Ես պատասխանեց, ասեցի, ես այդ բանը չեմ ասի, ես կասեմ, ինչպես դու անում ես։ Եվ այդպես ասեցի, քույրեր, թողնենք, արդեն ուշացել ենք տուն գնալու, մութը, եւ այդ ժամանակին մի քույր իրանցից աշխատանքի տեղը ինչ որ մնացել էր, եկավ երբ որ մենք արդեն դեռ ճաղոտն ենք անում, եկավ եւ բաց դրանը կանգնեց։ Այնտեղ որտեղ մենք արդեն ավարտում ենք, կետ ենք դնում Աստված նոր ինքն է սկսում անել։ Եվ այդ պարագային կատարվեց անսպասելին։ Այդ քույրիկին, որը տեղյակ չէր բերել ասուլիսին, նենպես զորություն գերբնական այսօրից։ Նենպես ուժեղ ձայնով, վերջը ուզեց գորալ ալելույա չեղավ եւ օտար լեզուն գետե նման որ չսկսեց գալ իրանցը գցեցին վայ ինչ եղավ մեր Ալիսայի հետ ով մոտեցավ ձեր տվեք Սուրբ Հոգին նրա վրա սկսեց իջնել եւ այդպես բոլորի վրա իջավ Սուրբ Հոգին ասենք ֆարկներ Տիրոջ անցավ քիչ օրեր հալածանքը սկսվեց բայց մի մեծ սարավ կար շարունակել հավաքույթը հիմա վախենում են մեզ իրանց տները ընդունել նոր հոգիներին բայց մի հատ քաչ ծեր քույրիկ ասավ ես մեծ տուն ունեմ ես խնդրում եմ եկեք ինձ մոտ եւ գնացինք այնտեղ մտանք բակը սեփական տուն էր եւ այնպես ստացվեց որ տեսանք որ տան մեջ չի տեղավորվում այնքան ժողովուրդ բակում լցվեց ասենք բակում անենք ինչ ուզում ա լինի բայց իշխանությունը նայում էր այդ բոլորը այդպես բան չէր եղել որպես բացօթյա փողոցը կողքը եւ ժամանակը որը դեռ չէր վերջացել։ Արևը բավական բարձր էր, աշխատանքից հետո էր։ Եվ աղոթքի ժամանակ մի այնպես զորություն թափեց։ Այնպես այդ զորությունը միացրեց բոլորին աղոթքով։ Հիմա չեն կարող աղոթքը դադարեցնել։ Տիրոջ հալքները գալիս են մեկի վրա։ Եվ ամբողջ իրիկուն աղոթքով շարունակեցին։ Սկսվեց գիշերը, աղոթք ավելի ուժեղացավ։ Ասենք թարք մեր Տիրոջ ես երևում է որ Տերը մեր հայ ժողովրդին շատ ասիրում եւ այնպես ալիքներ թափեցին օրդության ավելի խորը եւ ավելի զորավոր նայեցին առավոտը մեկ ասեց ամեն նայեցին ժամացույց աշխատանքի ենք ուշանում այդպես ամենաբուրըն եղավ Հայաստանում օրդություն հիմա ցանկություն կա որ այդ ալիքները շատանան եղբայրներ ջան, համաձայն եք թե չէ։ Ես երկու տեղ եմ կարդում, շատ եւ մեր Ազանավ եղբոր
ասած շարունակություն եմ ուզում կարդալ։ 63 Սաղմոսում մի քանի խոսք եմ կարդում։ Ով Աստված, դու ես իմ Աստվածս, ես արտվանց քեզ կփնտրեմ, հոգիս կծառավի քեզի, ու մարմինս քեզի կփափակի, չար ու ծառավ տեղը ուր ջուր չկա։ Հիմա Տերը կպատասխանի այդպես աղոթքի եղբայրներ ջան, կպատասխանի եւ երկրորդ տեղը 81 Սաղմոսից։ Տերը լսում է չէ ձայնը։ Տեր դու ես իմ Աստվածը, հեսա Տիրոջ արձագանք 81 Սաղմոսից եմ կաչում։ 10 համարից ես եմ քո Տեր Աստվածդ, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրեն, լայն բաց քո վերանդ, ասենք թարք Տիրոջը, այսինքն մանր բաներ չխնդրենք եղբայրներ, ուտել, խմել, հագնվել, խնդրենք այն, որ Տիրոջ մեծ գործն է, առաջին մեծ գործը Հիսուս ասավ, ամեն բաներից առաջ երկնային թագավորությունը խնդրեցեք եւ իր ճշմարտությունը, մնացածը ձեզ կտրվի։ Լայն բաց քո վերանդ, մեծ բաներ խնդրի։ Եթե խնդրենք, որ մեր ամբողջ ազգը արթնանա, մեծ բան է, թե փոքր է, մեծ բան է, Տերը թող օրհնի, եւ ես նայելով այդպես հավատում եմ, մենք աղոթ պիտի անենք։ Մեր հայ շուրթը պիտի դետանացի տակամ ընկնի եւ բռնկվի բոլոր ընտանիքները ամեն օջախում Հիսուս այցելություն անի։ Ես հավատում եմ Տերը այդպես աղոթներ սիրում է եւ ընդունում է, Տերը թողնության հասնի։ Լայն բաց քո բերանդ ուզանիկա պիտի լեցնեմ։ Հիմա Տերը լեցնում է, ով կասի լեցնում է։ Այդպես է թե չէ։ Աղոթողներ կան եւ աղոթներին պատասխան կա։ Տիրոջ անունը թող փառավորվի եւ 30 Սաղմոսից շատ համառոտ եմ կարդում։ Իմ սուքս ցնծության փոխեցիր, քուրծս ինձ մեհանեցիր ու ինձի ուրախություն հագցուցիր, որպեսզի իմ փառքս Սաղմոս երգե քեզի ու ալ չլրե, այսինքն անդադար փառք տանք Տիրոջը, ցնծությամբ փառաբանենք մեր Տիրոջը։ Տերը ուզում է որ չլրի, ոմանք մի փոքր բռնկվում են, հետո հանգչում են նորից շաբաթը մի անգամ, թե երկու շաբաթը մի անգամ, բայց այստեղ ամբողջ կյանքն է Տերը ուզում։ Այդ խոսքը, որպեսզի իմ փառքը Սաղմոս երգե քեզի ու ալ չլրե, ով իմ Տեր Աստվածս, հավիդյան քեզ պիտի գովեմ, փառք մեր Տիրոջը, Տերը թողնի եղբայրներ ջան, չեմ ուզում ժամանակ շատ վերցնել, բայց ուզում եմ մի հատ սրտանց աղոթ կանենք, այն հոգիներին, որոնք առաջ անգամ են եկել, այն հոգիներին, որ հիվանդ են այստեղ, այն հոգիներին, որոնք ծառավ են ուզում են փոխվել, այն հոգիներին, որոնք կիսատ բրատ ապաշխարել են, դեռ չեն ապաշխարել, բայց իրանց թվում է, որ ապաշխարել են, Տերը թողնության հասնի, որում մեր նպատակը, Տերը այցելի ամեն մի հայոց օջախ, Տերը այցելի եւ կառավարությունը նրանց էլ արթնացնի, Տերը մեր ամբողջ հայ ժողովուրդը մի բռնկված, այդպես ասած կրակ սարքի, մի մեծ խարույր եւ այդ խարույրից մեկ զգանք, որ կրակը տարածվում է եւ կողքի ժողովուրդների վրա։ Իսուս Փրկիչ